Ուզում եւս մեկ անգամ ողջունում բոլորիդ, այսօր մի փոքր քնաթաթախ եմ, ասեք հիմա տեսնես էդ ինչ արել, բայց դե ծնունդի սորով կինը զանգեց, ասում են երեխային ալի վերցրա հիվանդանոցից, ասի լավ, գալիս եմ ուրեմն, տենց դուրս գրեցինք պստոյին, դե գիտեք այդ առաջ շրջանում նեցա, որ արտանում է երեխան ու կարիքը կա ուտելու ու լավ բանի համար է, որ արթուն ենք եղել ու հաքնել, արթնանալ, բայց դե դրա հետ կապված կարող մի փոքր սենց մոնոտոն խոսեմ, դրա համար խնդրում ձեր ներողամտությունը, որտեղ երբ որ գիշերը չես քնում, մի քիչ ցերեկը ամեն ինչը դանդաղ է ընթանում, բայց փառք Աստծուն, որ առիթ կա նորից ձեր առաջ կանգնելու ու բաժնեցելու Աստծո խոսքից։ Ասեմ, սա մեծ առանձնահատկություն է եւ իրապես եթե հարցնեք, ասեք, լավ, հենց ինչի դու պետք է Աստծո խոսքը տաս կամ ինչի Աստված քեզ կանչե, որովհետեւ արժանիք ինչ որ մեկս չունենք։ Ոչ ողորմությամբ է, որ Աստված հնարավորություն է տալիս ինչ որ կերպով Աստծուն ծառայել, ինչ որ կերպով Աստծո խոսքը փոխանցել։ Ու փառք եմ տալու Աստծուն ամեն վարքյանից համար, որ կկարողանամ առիթ ունենամ խոսելու, Աստծո խոսքը փոխանցելու, ուղղակի այցելելու կամ աղոթք անելու։ Եվ սա այն առանձնահատկությունն է, որ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով մենք ունենք։ Եթե առաջ մենակ Ղևի ցեղն էր, մեկ է Ահարոնի երեխաներն են, որ այդ քահանայական ծառայության իրավունքն ունեին, Քրիստոսի միջոցով Քրիստոսը դարձավ մեր միջնորդը եւ առաջին Պետրոս նամակի մեջ կարդում ենք, որ Պետրոս առաքյալն ասում է դուք եք այդ նոր քահանայական ցեղը, դուք եք այդ նոր ազգը, որ կանչված եք ծառայություն անելու, այն ծառայությունը, ինչի մեջ որ Տերը մեզ ինչ անում, կանչում է։ Եվ Աստված ամեն մեկից տալով շնորհներ, տաղանդներ, ցանկություն ունի, որպեսզի մենք դրանով ծառայենք Աստծուն։ Գիտես ինչ անենք։ Միկրոֆոնը միացած է լավ, բայց գիտես ինչ անենք, դու արի ստեղ, որ թարգման ես էլի, կամ լավ Ալբերտ աղբերն եկավ, Ալբերտ աղբեր, քեզ էինք սպասում, հիմա կասես ինչի, այստեղ որ կանես իրենց թարգման ես էլի, նստես, հեսա, հա, չեք լսում է, որ լսում է, հավա, լսում է դե վերջում ձայնս, որ արաքս ասեց լսում է, որում է լսում է, հիմա եկեք հեռախոսից ժամներ նշեմ, որ հանկարծ չլինի քարոզեմ, զգամ արդեն բոլորդ քնել եք։ Ուրախ եմ, որ եւս մեկ անգամ առիթ ունեցա նորից ձեզ եմ տեսնում։ Գիտեմ, որ դժվար է, գիտեմ, որ խնդիրներ ունեք, բայց իմացեք Աստված մեծ է ու իր ժամանակին է պատասխան տալու։ Հաստատ իմացեք հայ ազգը աղոթում է հիմա ամեն մեկի համար, որ Արցախում է եւ նաեւ նրանց համար, ովքեր որ եկել են այստեղ։ Շատ բաներ չգիտենք, բայց Տերը գիտե։ Ունեմ ուրախ եմ մեր եղբայրների համար, որ եկել են եւ միասին կարող ենք Տիրոջը պաշտել։ Աստծո խոսքն ասում է, որ գալու է պահ ամեն լեզու, ամեն ծունկ ծռելու է Աստծո առաջ։ Բայց երանի, որ այս շրջանում, այս ժամանակահատվածում կարողանանք գտնենք Աստծուն եւ Աստծուց ստանանք այն ինչ որ Տերը այսօր խոսում է մեզ հետ։ Շարունակել ենք Եբրայեցիս նամակ այն ինչ որ անցած կիրակի սկսեցինք։ Եթե հիշում եք անցած կիրակի խոսում ենք նրա մասին, որ Աստված խոսում է տարբեր կերպերով մեզ հետ։ Եվ մենք ուղղակի պետք է ականջ ունենանք լսելու։ Եթե առաջ Աստված մարգարեների միջոցով էր խոսում, կարդացինք, որ վերջի ժամանակներում Աստված խոսեց ում միջոցով, Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ դրանից հետո Եբրայեցիս նամակի հեղինակը սկսում է առանձնացնել, թե ինչու՞ն է Հիսուս Քրիստոսի մեծությունը, ինչով է Հիսուս Քրիստոս տարբերվում մնացած մարգարեներից, որ նրան պետք է լսենք։ Ասեմ, որ այդքանով չի ավարտվում, այլ
Եփրանյան։ Հիմա շարունակելու ենք եւ շարունակության մեջ կտեսնենք, որ հեղինակը շարունակում է նույն միտքը, առանձնացնելով Հիսուս Քրիստոսի առավելությունները։ Եվ այսօրվա թեման սա է մեծ հրեշտակներից կամ ավելի մեծ քան հրեշտակները։ Ասեմ, որ այս թեման, երբ որ սկսվում է, բավականին ծավալուն է եւ հեղինակը համարյա մի քանի հատվածներ, մեծ հատվածներ տրամադրում այս թեմային։ Դրա մեջ է մտնում Եբրայեցիս 1:4 համարից մինչև Եբրայեցիս 2-րդ գլուխ 18-րդ համարը։ Այս ողջ հատվածը Եբրայեցիներին հեղինակը տրամադրում է այս մեկ հասկացողությանը։ Հիսուս Քրիստոս մեծ է հրեշտակներից։ Առաջին հատվածի մեջ տեսնում ենք, դա 4-ից 14 համարներն է, որ հաստատում է Աստծո խոսքով, տալիս են ճշմարտությունները, որ Հիսուս մեծ է հրեշտակներից։ Երկրորդ հատվածը, երկրորդ գլուխ 1-ից 4 համարների մեջ ենք կարդում, նախազգուշացումն է, որ այն ինչ որ լսում ենք, արդյոք ընդունում ենք թե ոչ, եւ երրորդ հատվածը, երկրորդ գլուխ 4-ից 18 համարների մեջ է, որտեղ որ հեղինակը տալիս է բացատրությունը, թե ոնց կարա տենց լինի, որ Հիսուս Քրիստոս մեծ լինի հրեշտակներից։ Այսօր ընդհանրապես մեկ հատվածի վրա ենք ուշադրություն դարձնելու, միասին կարդալու ենք Եբրայեցիս առաջի գլուխ 4-ից 14 համարները։ Եբրայեցիս առաջի գլուխ 4-ից 14 համարները։ Հրեշտակներից այնքան ավելի լավ եղավ, որքան նրանցից ավելի գերազանց անուն ժառանգեց։ Քանի որ հրեշտակներից որին երբևէ ասաց, դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։ Եվ դարձյալ ես հայր կլինեմ նրան, եւ նա ինձ որդի կլինի։ Եվ դարձյալ երբ անդրանի աշխարհ է մտցնում, ասում է, Աստծո բոլոր հրեշտակները թող երկրպագեն նրան։ Իսկ հրեշտակների մասին ասում է, ով իր հրեշտակներին հոգիներ է անում եւ իրեն ծառայողներին կրակի բոց։ Սակայն որդուն ասում է, քո գահը ով Աստված, հավիտյանս հավիտենից է, քո թագավորության գավազանը արդարության գավազան։ Դու արդարությունը սիրեցիր եւ անօրենությունը ատեցիր։ Այս պատճառով ով Աստված, քո Աստվածը ուրախության յուղով օծեց քեզ ավելի քան քո ընկերներից։ Եվ դու ով Տեր սկզբից երկիրը հիմնեցիր եւ երկրները քո ձեռքերի գործն են։ Դրանք պիտի կորչեն, բայց դու կմնաս եւ բոլոր լաթի նման պիտի մաշվեն։ Եվ վերարկուի պես պիտի ոլորես նրանք ու դրանք պիտի փոխվեն։ Բայց դու նույնն ես եւ քո տարիները չեն պակասելու։ Հրեշտակներից որին երբևից է ասած նստի իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիները ոտքերի պատվանդան դարձնեն, չէ որ նրանք բոլորն էլ սպասավոր հոգիներն են, ուղարկված սպասավորություն անելու նրանց, ովքեր փրկության ժառանգորդներ պիտի լինեն։ Եկեք աղոթենք։ Տեր փառք ենք քեզ տալի այս պահի համար ու խնդրում ենք քո ողորմությունը, դու այցելություն արա ու թող որ ամեն բանի մեջ քո փառքը երևա Տեր։ Խոսիր մեր հետ, խոսիր քո ճշմարտության, թող որ բաց լինի մեր սրտերին եւ այն ինչ որ լսենք քեզանից առնենք եւ քեզ փառավորենք Հիսուսի անունով, ամեն։ Երբ որ կարդում ենք այս հատվածը, ուշադրություն կդարձնենք, որ հեղինակը շատ մեջբերումներ անում 5 կտակարանից։ Ինչի համար է մեջբերումներ անում 5 կտականից, որտեղ հрьяաների համար հեղինակությունը ինչն էր համարվում 5 կտակարանը չէ, մարգարեությունները, որոնք որ փոխանցվել էին մինչև Քրիստոսի գալը։ Եվ դրա համար հեղինակը ուզում է առանձնացնել, ցույց տալ, որ այն ինչ որ ասում է, հիմնված է Աստծո խոսքի վրա, Աստծո ճշմարտության վրա, եւ այն ճշմարտությունները, որոնք որ հիմա վերցնելու ենք Աստծո խոսքից, հիմնված են հենց նույն Աստվածաշնչից։ Ասեմ, որ
Այն թարգմանությունը, որը որ օգտվել է հեղինակը, կոչվում է Սեպտուագինտա, այսինքն դա 5 տակարանի հունարեն թարգմանությունն է։ Ինչի կոչվում Սեպտուագինտա, որտեղ Սեպտուագինտա հունարեն նշանակում է 70, եւ ավանդությունն ասում է, որ 70 հոգի 5 տակարանի թարգմանության վրա աշխատել են եւ թարգմանել են։ Դրա համար այն կոչվում է Սեպտուագինտա։ Կարող եք տեսնել նույնիսկ նշանը կա LXX, որը նորից 70 թիվն է, իմացեք, որ սա 5 տակարանի հունարեն թարգմանությունն է եւ այդ թարգմանությունից է օգտվել հեղինակը։ Եվ երբ որ կկարդան, կտեսնենք, որ նույնիսկ այդ թարգմանությունը Աստված ինքն է ցանկություն որոշել կամ Սուրբ Հոգով հեղինակը ներշնչված է ընտրել այդ թարգմանությունը եւ այդ թարգմանությամբ խոսել եւ Աստված ուներ իր նպատակը։ Հիմա լավ, կարող է հարց առաջանա, ասենք մեզ ինչ է տալու դա, ինչ կապ ունի կամ ինչներից է պետք, որ մենք խոսենք, որ Հիսուս Քրիստոս մեծ է հրեշտակներից։ Ասեմ, որ նախավարաջ հրեաների համար հրեշտակները բավականին կարևոր դեր են ունեցել, ինչու, որովհետև նույն պատմության, հրեաների պատմության մեջ կարդում ենք, թե ինչքան Աստված հրեշտակների միջոցով ինչքան է գործել հրեաների կյանքում, ինչքան հրաշքներ են տեղի ունեցել հրեշտակների միջոցով, նաև կարդում ենք, որ մարգարությունները կամ 5 տակարանի օրենքը նորից Աստված տվել է հրեշտակների միջոցով։ Այսինքն հրեաների համար հրեշտակները շատ մեծ տեղ էին զբաղեցնում։ Եվ դրա համար հեղինակը որոշում կայացնում առանձնացնել կամ ուշադրություն դարձնել հրեշտակներին, արդյոք Հիսուս Քրիստոս մեծ է հրեշտակներից, թե ոչ։ Ինչ կարող է այն մեզ տալ։ Հասկանալով մեր կոնտեքստը, կարող եմ ասել մի պարզ բան։ Հայաստանում շատ է տարածված, օրինակի համար սուրբերի բարեխոսություն հասկացողությունը։ Եվ շատ մարդիկ կան, ովքեր որ աղոթք են բարձրացնում տարբեր սուրբերին։ Մարդիկ կան, ովքեր որ նույնիսկ աղոթք են բարձրացնում հրեշտակապետերին, Միքայելին, Գաբրիելին, այսինքն ինչ որ Աստծո խոսքը մեզ փոխանցում է։ Բացի դրանից, նաև շատ անգամներ եմ նկատել, որ հայերս մենք սովորել ենք թալիսմանների նման ինչ-որ բաներ պահել։ Դրա մեջ մտնում է օրինակ ձիու պայտը։ Տեսնում եմ շատ, որ ասենք մեքենաների վրա կամ դռների, դռանդինքներին բաներն է ձիու պայտն են դնում։ Ու որպես նշան, չգիտեմ, օրհնության։ Շատ մարդիկ վերցնում են փշերն են դնում, ասում են դե չարի աշկը բանանի, ծակի ես փուշը, չգիտեմ, մեր ընտանիքին չկպնի։ Կամ օրինակի համար շատ ավելի տարածված կա այն աշկի ու լունք հասկացողությունը։ Չգիտեմ, այդ ապակու կտորը տեսել եք կապույտ, այս կլոր մեջն է մուկ, էլի տպավորություն ոնց որ այդ ապակին ինչ որ մի բանով կարա օգնի, էլի։ Երեխաներին են, երեխաները տեղաշորի մոտ են դնում չարաշք չկպնի, կամ տան մեջ են դնում, մեքենաների վրա են կախում։ Եվ գիտեք, այս ամեն ինչը ցույց է տալիս, որ մարդկանց համար ոնց որ Քրիստոս այդքան էլ բավարար չի։ Քրիստոսից բացի խաչի կողքը եկեք մի հատ էլ աշկի ու լունք կպցնենք, էլի կարող է օգնի։ Չգիտեմ, տեսել եք այս ֆիլմը թե չէ, մումիայի մասին մի հատ ֆիլմ կա նկարահանված, որտեղ sense մի հատ հատված է ցույց տալի, որ այս մումիան արթնանում է գալիս այդ մի հոգու դեղը, այս մեկը sense մի բուր թալիսմաններ է էլի ունենում։ Ու հերթով sense հանում է, ասենք խաչի աղոթք անում, չէ, էսի չաշխատեց ուրիշ բանը փորձել, էսի չաշխատեց ուրիշ բանը փորձել։ Այն մենք շատ անգամներ sense ենք վարվում։ Եվ ուզում եմ, որ այս ընթացքում, երբ որ սերտողություն անենք, ձեզ համար դուք հստակ հասկանաք մի բան, որ Քրիստոս վեր է ամեն ինչից, վեր է բոլոր հրեշտակներից, եւ Քրիստոսը մեզ համար բավական է։ Մենք կարիք չունենք ինչ-որ թալիսմանների, մենք կարիք չունենք ինչ-որ ամուլետների, որպեսզի պաշտպանություն ունենանք։ Քրիստոսը մեզ համար բավական է։ Եվ նայենք 6 ճշմարտությունների, որ հեղինակը փոխանցում է մեզ։ Առաջինը Հիսուս միակ ճշմարիտ որդին է։
Եկեք կարդանք 4-ից 5 համարները։ Հրեշտակներից այնքան ավելի լավ եղավ, որքան նրանցից ավելի գերազանց անուն ժառանգեց։ Քանի որ հրեշտակներից որին երբևէ ասաց, դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ, եւ դարձյալ ես հայր կլինեմ նրան, եւ նա ինձ որդի կլինի։ Որդի հասկացողությունը ընդհանրապես նորից այդքան էլ տարածված չէր հրեական սովորության մեջ։ Երբ որ Հիսուս Քրիստոս եկավ ու սկսեց աղոթքների մեջ հայր մեր աղոթքը նույնիսկ ասեց, այդ հայր հասկացողությունը հրեաները չէին անում։ Հիսուս Քրիստոս հասկացրեց մի բան, որ ինքը սովորական մի մարգարետ չի, այլ Աստծուն իրեն ինչ անվանեց, հայր անվանեց։ Եվ ստեղ հեղինակն ասում է, այդ իրավունքը Աստված տվեց ում Հիսուս Քրիստոսին։ Հիմա կարակ ասենք լավ, 5 տականում ախր հանդիպում ենք հրեշտակներին Աստված անվանում Աստծո որդիներ, չէ՞։ Հոբ գրքում ենք կարդում, նաև ծննդոց գրքում ենք հանդիպում, բայց ուզում եմ դրա վրա ուշադրություն դարձնենք, որ դա ընդհանրական է Աստված ասում։ Բայց առանձին որպես որդի տեսնում ենք, որ միմիայն ում տվեց այդ առանձնաշնորհումը Հիսուս Քրիստոսին։ Հիսուս Քրիստոսն ասեց, դու ես իմ հայրը։ Եվ Աստված այդ կոչումը հաստատեց, թե ոչ։ Հաստատեց, կհիշեք որ ժամանակ։ 2 անգամ։ Մեկ անգամ մկրտության ժամանակ էր, երբ որ Հիսուս մկրտվեց, դուրս եկավ, երկնքից ասում ձայն լսվեց ու ասեց. «Սա է իմ սիրելի որդին, նրան լսեք», եւ այլակերպության ժամանակ է։ Երբ որ նորից աշակերտները լսեցին, որ Աստված ասեց. «Սա է իմ որդին»։ Բայց գիտեք ինչ բան տեղ ունեցավ նաեւ, այս առանձնաշնորհումը Քրիստոսի միջոցով նաեւ ով ունի։ Մենք ունենք։ Եկեք բացենք Հովանու ավետարան առաջի գլուխ 12 համարը։ Հովանու ավետարան առաջի գլուխ 12 համարը։ Եկեք 11-ն էլ կարդանք։ Առաջի Հովանու ավետարան առաջի գլուխ 11-12։ Յուրայիններին եկավ եւ յուրայինները նրան չընդունեցին։ Ովքեր էին այդ յուրայինները։ Հրեաներն էին, չէ՞։ Հիսուս ասում է եկավ հրեաների մոտ, հրեաները իրանից շարեցին, չընդունեցին։ 12 համարը։ Բայց ովքեր ընդունեցին իրեն, նրանց նա Աստծո որդիներ դառնալու զորություն տվեց, նրանց որ կհավատան իր անվանը։ Ովքեր իրավունք ունեն Աստծո որդիներ կոչվելու, ովքեր որ կհավատան, ով տվեց այս իրավունքը։ Հիսուս Քրիստոս տվեց այս իրավունքը, որ ով որ կհավատա, իրավունք ունի Աստծո որդիներ կոչվելու։ Այսօր բոլորս մենք ինքներս մեզ անվանում ենք քրիստոնյաներ, եթե ծնվել ես Հայաստանում, ավտոմատ քրիստոնյա ես։ Եթե ծնվել ես, չգիտեմ, Պարսկաստանում, ավտոմատ իսլամի ներկայացուցիչ ես։ Այնտեղ մեկ կատակ են անում, ասում են, եթե ծնվես ավտոտնակում, ուրեմն մեքենա ես։ Քրիստոնյա չեն ծնվում, քրիստոնյա դառնում են։ Երբ որ դու հավատքով այդ քայլն անում ես, Քրիստոսի միջոցով Աստված այդ իրավունքը տալիս է, որ դու էլ կոչվես Աստծո զավակ, Աստծո որդի։ Եվ մեր հարցը սա պետք է լինի, այս իրավիճակում ես ունեմ Քրիստոսին, թե ոչ։ Աստծո զավակ եմ, թե ոչ։ Աստծո որդին եմ, թե ոչ, որովհետև որդին նաև ինչ է, ժառանգորդ է։ Եթե ուշադրություն դարձեցիք Եբրայեցիս 4 համարի մեջ ասում է հրեշտակներից այնքան ավելի լավ եղավ, որքան նրանցից ավելի գերազանց անուն ժառանգեց։ Ինչ անվան մասին է խոսքը գնում։ Որդի լինելու եւ Գործ Առաքելոց 4 գլուխ 12 համարի մեջ տեսեք ինչ են կարդում։ Գործ Առաքելոց 4:12 Ուրիշ ոչ մեկով փրկություն չկա,
Որովհետև մարդկանց տրված ուրիշ մի անուն չկա երկնքի տակ, որով մենք կարող ենք ինչ անենք, փրկվել։ Ուշադրություն դարձեք, որ նույնիսկ այն անունը, որ Հիսուս Քրիստոս ստացավ Աստծուց, այդ անվան միջոցով է, որ մենք ինչ ենք անում, փրկության հնարավորություն ունենք։ Քրիստոս այդ հնարավորությունը բոլորին է տալիս, մեզ մնում է միայն հավատալ եւ հեղինակ ուզում է ցույց տալ Հիսուս Քրիստոսի առանձնահատուկ լինելը, որ Հիսուս Քրիստոսն է միակ ճշմարիտ Աստծո որդին զավակը, որի միջոցով մենք էլ փրկություն ունենք եւ որդեգրվում ենք եւ իր զավակներին կոչում ենք ստանում։ Այն կոչումը, ինչ որ Տեր Հիսուս Քրիստոսն ուներ։ Ուղղակի շատ անգամներ մենք շատ ենք թերագնահատում սա։ Մենք չենք մտածում սրա մասին, թե Տեր Աստված ինչ հնարավորություն է տվել, ինչ առանձնահատկություն է մեզ տվել, եւ մենք կարող ենք, չգիտեմ, այնպեսի ոչ վայր կյանք ապրենք, որ նույնիսկ շատ անգամներ սաղմոսների մեջ ասում է հեթանոսներից, հեթանոսները տեսնելով մեր կյանքը ինչ անեն, ասեն ուրա ձեր Աստվածը։ Ես չեմ ցանկանա, որ որևիցե մեկը մեր կյանքով այնպեսի կյանք ապրի, որ ուղղակի պահարակվի Աստծո անունը։ Այո, Աստծո անունը երբեք որևիցե մեկ ինչ-որ մի բանով չի փոխվի, Աստված սուրբ է մնալու, իր անունը սուրբ է, բայց չեմ ուզենա, որ իմ պատճառով ինչ-որ մեկին գայթակղություն լինի։ Ուստի Հիսուս Քրիստոսն է միակ ճշմարիտ որդին, եւ հրեշտակների համար երբեք այդ կոչումը չտրվեց։ Հրեշտակները երբեք այդ փրկությունը չստացան։ Այլ այդ փրկությունը տեղի ունեցավ Քրիստոսի միջոցով եւ տրվեց մեզ։ Երկրորդը Հիսուսն այն անդրանիկը, առաջնեկը, որին պետք է երկրպագենք, 6-րդ համարը։ Եվ դարձյալ երբ անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է. Աստծո բոլոր հրեշտակները թող երկրպագեն նրան։ Անդրանիկ նշանակում է առաջի արու կամ ամենամեծ զավակը։ Բայց ստեղ, որ կարդում ենք, սա ոչ թե առաջին որպես զավակի այդ պաշտոնն է, այլ խնդիրը ոչ թե առաջինի մասին է խոսքը գնում, այլ ժառանգորդ լինելու։ Ուշադրություն դարձրեք 5 գտակարանին, երբ որ Սողոմոնի մասին է խոսքը գնում, Աստված խոսում է, Աստված ընտրում է Սողոմոնին, որ Դավիթից հետո Սողոմոնը դարձավ թագավոր, Սողոմոնը առաջնեկը չէր։ Սողոմոնը թվով չեմ հիշում նույնիսկ որ մի զավակն է, բայց Աստված անդրանակությունը տվեց ում Սողոմոնին։ Այն ցույց էր տալի այդ առանձնաշնորհումը, որ Աստծո ժառանգությունը կամ այն ժառանգությունը, որ հայրը ունի, պատկանում է ում իրեն։ Եվ այս իրավիճակում, երբ որ կարդում ենք, ասում է Աստծուն է պատկանում կամ Հիսուսին է պատկանում անդրանակությունը, այսինքն Աստծուց ժառանգությունը ում է տրված։ Աստծուց ժառանգությունը ում է տրված։ Հիսուսին է տրված, որտեղ Հիսուս Քրիստոսն է անդրանիկը։ Հիշեք Եսավի պատմությունը։ Եսավը ինչ արեց։ Մի ապուրի համար վաճառեց իր անդրանակությունը։ Այսինքն այդ անդրանակությունը այն չէ, թե ով է առաջինը ծնվել կամ ով է մեծը։ Դա այն կոչումն է, որ դու քո հոր ժառանգորդն ես։ Այսօր եթե մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին, Քրիստոս մեզ ինչ խոստացավ։ Որ մենք էլ ենք չէ ժառանգորդ լինելու։ Մեզ էլ խոստացավ, որ եթե մինչև վերջ Հիսուս Քրիստոսի հետ քայլենք, հավատարիմ լինենք, Աստված նաև ժառանգություն ունի պատրաստած մեզ համար։ Դրա համար Հիսուս Քրիստոսն ասեց՝ մի գանձեր դիզեք, որտեղ երկրից վրա, գանձեր դիզեք երկնքում։ Եվ ժամանակը գալու է Աստված հատուցել է բոլորին ըստ արժանավորինս։ Հիսուս Քրիստոս ասեց՝ գնում եմ ձեզ համար ինչ պատրաստեմ, բնականաններ պատրաստեմ։ Բայց երբ որ կգա, արդյոք իրենք հավատարիմ կլինենք, արդյոք իրենից կփափագենք դա։ Թե մենք ուրիշ ժառանգություն ենք ուզում։ Կյանքը անցողիկ է։ Աստծո խոսքն ասում է 100 տարի, 120 տարի ուժով ինչքան կարանք ապրենք, չենք կարող ապրենք։ Շատ-շատերն են եկել, ինչ-որ բան փորձել վերցնել, բայց ոնց մեր ծնվել են, տենց էլ մեր գնալու են, ոչ մի բան չեն կարող տանել։
Միակ մի բանը, ինչ որ ունենք, երկինքն է։ Եվ դրա համար Ասապն ասում, երկնքում ունեմ, երկնքում Աստծուն ունեմ, եւ դա բավարար է։ Ուրիշ մեկի կարիքը էլ չուներ։ Երրորդը հրեշտակները ծառայում են Հիսուսին։ 7-րդ համարը կարդանք։ Իսկ հրեշտակների մասին ասում է. ով իր հրեշտակներին հոգիներ է անում եւ իրեն ծառայողներին կրակի բոց։ Եթե ուշադրություն եք դարձել ընդհանրապես Քրիստոսի կյանքին, կտեսնեք, որ Քրիստոս իր կյանքի ընթացքում նաեւ Քրիստոսին ծառայել են հրեշտակները։ Կարդում եք Մատթեոսի ավետարան 4 գլուխ 11 համարում եւ Ղուկասի 22:43-ում, նա պետք չի բացել, բայց եթե կհիշեք, մեկ դեպքային ժամանակ էր, երբ որ սոված էր, գրվում է, որ այդ փորձության 40 օրերը անցան, հետո գրված է, որ հրեշտակները ինչ էին անում, ծառայում էին Հիսուս Քրիստոսին, եւ նաեւ կարդում ենք Գեթսեմանի այգում, երբ որ աղոթք էր անում, գրված է, որ հրեշտակը ինչ էր տալիս, զորություն էր տալիս իրեն, երբ որ տագնապահար աղոթք էր անում։ Հրեշտակները կանչված են ծառայելու։ Այն ժամանակ էին ծառայում Քրիստոսին, հիմա երկնքում շարունակ ծառայում են Քրիստոսին։ Բայց այդ նույն հրեշտակներին նաև Աստված կանչել է ում, որ ծառայեն մեզ։ Երբ որ կարդում ենք հայտնության գրքում, գրված է, որ Հովհաննեսը պահի տակ ինչ էր ուզում էր երկրպագել հրեշտակին, հրեշտակն ասեց մի երկրպագիր ինձ։ Երկրպագիր միայն Աստծուն, որտեղ մենք ձեր ծառաներն ենք, մենք եկել ենք այստեղ ծառայելու։ Աստված իր ժողովրդին այնքան սիրեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով նույնիսկ հրեշտակներին ուղարկում է, որպեսզի մեզ ինչ անեն, ծառայեն։ Իրենք սա այն առանձնահատկություններն են, որոնք որ մենք Քրիստոսի միջոցով ունենք։ Եվ հեղինակ ուզում է ցույց տալ ուշադրություն դարձեք սրան, ինչքան է Հիսուս Քրիստոս մեծ հրեշտակներից, որ հրեշտակները իրեն ծառայում են եւ իր մեջ նաեւ մենք են ծառայում։ Չորրորդը նա ճշմարիտ Աստված է, որ նստած է գահին։ Նորից կկրկնեմ ասեմ, ուզում սրա մասին շատ հստակ հասկանաք։ Հիսուս Քրիստոս ճշմարիտ Աստված է, որ նստած է գահին։ Կարդում ենք 8 եւ 9 համարները ուշադրություն դարձեք, որպեսզի հասկանաք։ Սակայն որդուն ասում է. քո գահը ով Աստված, հավիտյանս հավիտենից է, քո թագավորության գավազանը արդարության գավազան։ Դու արդարությունը սիրեցիր եւ անօրենությունը ատեցիր։ Այս պատճառով ով Աստված, քո Աստվածը ուրախության յուղով օծեց քեզ ավելի քան քո ընկերներից։ Ինչ խնդիր եք տեսնում ստեղ։ Այս երկու համարների մեջ ինչ-որ անհասկանալի բան տեսակ։ Եկեք մի անգամ էլ կարդանք։ Սակայն որդուն ասում է, ով է որդուն ասում։ Աստված, ինչ ասում որդուն։ Քո գահը ով ինչ։ Քո գահը ով Աստված։ Ուշադրություն դարձեք, Աստված Հիսուս Քրիստոսին ինչպես է դիմում, ասում է ով Աստված։ 9-րդ համարը։ Դու արդարություն սիրեցիր եւ անօրենությունը ատեցիր, այս պատճառով նորից ով Աստված, քո Աստվածը ուրախության յուղով օծեց քեզ։ Շատ աղանդավորներ չեն ուզում այս համարի վրա ուշադրություն դարձնել։ Ինչի՞։ Որովհետև ձեռք չի տալիս, որտեղ այնքան պարզ է գրած, որ Հիսուս Քրիստոսն Աստված է, որ չեն ուզում սա հավատան, ստիպած ինչ են անում, փոխում են Աստծո խոսքը, ծռվում են, ուրիշ ձև են թարգմանում։ Բայց Աստծո խոսքը շատ հստակ է ասում, որ այստեղ Աստված Հիսուս Քրիստոսին դիմում է, ասում է ով Աստված։ Եվ սա նորից տեսնում ենք Սուրբ Երրորդությունը։ Գիտեք մի բան, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին մեկ են, մեկ Աստված է։ Եվ այստեղ
Աստծո խոսքը շատ հստակ ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոս մեծ է հրեշտակներից, որովհետև ինքը ճշմարիտ միակ Աստվածն է, որը որ նստած է որտեղ գահի։ Այսինքն իշխանությունները պատկանում են իրեն։ Եթե իմանաք քրիստոնյաների պատմությունը, կտեսնեք, որ առաջի քրիստոնեական կամ եկեղեցական ժողովը որտեղ է ունեցել, տեղի ունեցել նորից այս հարցի վերաբերյալ։ Նորից հարց էր առաջանում, հիմա Քրիստոս Աստված է, թե Աստված չի։ Քրիստոսին որպես հրեշտակ ընդունենք, որպես մարգարե ընդունենք, թե որպես ով ընդունենք։ Բայց այդ ժամանակ փառք եմ տալիս Աստծուն, որ քահանաները կամ եկեղեցիները, երբ որ հավաքվեցին եկեղեցու առաջնորդները, կարողացան հստակ ասել, որ Հիսուս Քրիստոս Աստված է, կատարյալ Աստված եւ կատարյալ մարդ։ Եվ մենք էլ որպես քրիստոնյաներ պետք է հստակ այս վարդապետությունը ամուր պահենք, որ չլինի թե շեղվենք։ Կգա դեռ առիթը ես ավելի մանրամասն կասեմ, ինչի պետք է Հիսուս Քրիստոս համ Աստված լինել, համ մարդ, բայց սա պարտադիր պայմաններ են։ Հիսուս Քրիստոս ճշմարիտ Աստված է, որը որ նստած է գահին։ 5-րդը նա հավիտենական արարիչ է։ 10 եւ 12 համարները։ Եվ դու ով Տեր, սկզբից երկիրը հիմնեցիր, եւ երկինքները քո ձեռքերի գործն են։ Դրանք պիտի կորչեն, բայց դու կմնաս եւ բոլորը լաթի նման պիտի մաշվեն։ 12 եւ վերարկուի պես պիտի ոլորես դրանք ու դրանք պիտի փոխվեն, բայց դու նույնն ես եւ քո տարիները չեն պակասելու։ Հիմա ուշադրություն դարձեք սրան, որ նրանից հետո, երբ որ հեղինակը Քրիստոսին ներկայացնում է կամ ասում է, որ Հիսուս Քրիստոս Աստված էր, դրանից հետո Հիսուս Քրիստոս այս հեղինակը ուզում է առանձնացնել մի գիծ քաշել արարածների, արարվածների եւ Հիսուս Քրիստոսի միջեւ, արարչի միջեւ։ Որովհետև կա մեծ ահռելի տարբերություն արարվածների եւ արարչի միջեւ։ Արարիչը հավիտենական է, արարածները ժամանակավոր են։ Ինչ որ դուք տեսնում եք, ում կողմից է արարված Աստծո, Հիսուս Քրիստոսի։ Անցած Կիրակի ես արդեն սրա մասին ասեցի, չէ՞ կարդացինք, որ Հիսուս Քրիստոսի միջոցով ամեն բան արարվեց, նրա համար արարվեց եւ նրա խոսքով է, որ պահվում է այս ամեն ինչը։ Հիսուս Քրիստոս հավիտենական արարիչ է։ Հայտնության գրքում կարդում ենք, որ Հիսուս Քրիստոս 2 անգամ ասում է խոսքը. Ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ ավարտը, ես եմ հավիտենականությունը։ Հիսուս Քրիստոս կար, կլինի ու միշտ էլ կմնա հավիտյանս հավիտենից։ Երկինքը կանցնի, երկիրս կանցնի, բայց Հիսուս Քրիստոս մնալու է հավիտյան։ Այդպիսի Տիրոջն ենք ծառայում, այդպիսի Տիրոջն ենք ճանաչում, որը որ արարել է ամեն բան, որի ձեռքերի մեջ են, որի խոսքի միջոցով է պահվում ողջ տիեզերքը։ Արդյոք ճանաչում ես այդ ձևի Քրիստոսին։ Արդյոք այդ ձևի Քրիստոսն է քո Տերը ու քո Փրկիչը։ Եթե ես ունեմ տենց Տեր, Պողոսի նման կարողանամ ասել, եթե Աստված իմ հետ է, ով կարող է իմ դեմ լինել։ Եթե ես ունեմ սենց Տեր, ինչ կարիք ունեմ, ոչ մի կարիք չունեմ։ Եվ վերջինը Հիսուս Տեր է, իսկ հրեշտակները ծառաներ են։ 13 ու 14 համարները կարդանք։ Հրեշտակներից որին երբևէ ասաց, նստիր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին ոտքերի պատվանդան դարձնեն։ Չէ որ նրանք բոլորն էլ սպասավոր հոգիներն են, ուղարկված սպասավորություն անելու նրանց, ովքեր փրկության ժառանգորդներ պիտի լինեն։ Ուրեմն Տեր Հիսուս Քրիստոսը ինչ է, Տեր է, իսկ հրեշտակները ծառաներ։ Այդ հրեշտակները կանչված են ծառայելու Հիսուսին եւ ծառայելու ում, ուշադրություն դարձեք վերջին համարը, կարդացեք նա ինչ ասում։ Նրանց ովքեր փրկության ինչ են, ժառանգորդներ պիտի լինեն։
Այսինքն Հիսուս Քրիստոսին հավատացողները Աստծուց այդ ժառանգություն ստացողներին է, որ հրեշտակները ինչ են անելու, սպասավորություն են անելու, ծառայելու են։ Այս առանձնահատկություն ունենք Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ հարցը հիմա քոնն է, որոշումը քոնն է։ Հավատում ես այդ ձևի Տիրոջը, թե ոչ։ Թե ուղղակի Քրիստոս մի հատ վերացական ինչ-որ մի բան է, ասում ենք հավատում ենք Քրիստոսին, քրիստոնյա ենք, բայց օրինակ ինչ-որ աչքի ու լուքի ենք հավատում, ինչ-որ մի հատ թալիսմանների ենք հետևում, սև կապու անցավ անպայման պետքա փայտին ծեծենք, որ հանկարծ ինչ-որ չարիք չկա։ Այս ամեն ինչ ուղղակի ցույց է տալիս, որ մեր հավատքը թույլ է, տկար է, մենք չենք պատկերացնում Քրիստոս ով է մեզ համար։ Եթե մենք ունենանք այդ լիարժեք գիտակցությունը, թե ով է Հիսուս Քրիստոս, ինչ է արել մեզ համար եւ ինչ է պատկանում իրեն, մենք այլևս մեր հույսը չենք դնի ոչ մեր վրա, ոչ ինչ-որ փայտի, ոչ ինչ-որ նկարի, ոչ մի բանի վրա, այլ հույսը կդնենք միայն ում Հիսուս Քրիստոսի վրա, որը որ փրկեց մեզ եւ կանչեց մեզ դեպի փրկության եւ ժառանգորդ դարձրեց։ Եվ այն հրեշտակները, որ այսօր ծառայում են Հիսուս Քրիստոսին, Աստված ուղարկում է, որ ծառայեն նաեւ ում բոլոր նրանց, ովքեր որ Հիսուս Քրիստոսից ժառանգություն ունեն։ Սա է մեր Տերը, որ ոչ միայն փրկեց, ոչ միայն այդ որդի կոչումը տվեց մեզ, այլ նաեւ հրեշտակներին ուղարկեց, որպեսզի ծառայեն մեզ։ Բայց այս ամեն ինչի փառքը ուղղված է ում Հիսուս Քրիստոսին Աստծուն, որովհետև ինչպես որ երգն ասում, ով եմ ես, ով ենք մենք, որ Տեր Աստված մեր վաղուշարություն դարձրեց, Հիսուս Քրիստոս մեր համար խաչվեց, եւ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք ունենք իրավունք կոչվելու Աստծո որդի, իրավունք, որ հրեշտակները ծառայեն մեզ։ Մեզ միայն մնում է խոնարհվել Հիսուս Քրիստոսի առաջ, ասել այո Տեր, դու առանձնահատուկ ես եւ դու վեր ես ամեն ինչից։ Եթե Տերս ինձ հետ է, ով կարող է լինել ինձ դեմ։ Եկեք աղոթենք։ Ով Տեր Հիսուս Քրիստոս, փառք ենք քեզ տալիս։ Փառք ենք քեզ տալիս, որտեղ դու վեր ես ամեն արարածներից։ Դու ես կատարյալ Աստվածը, դու ես կատարյալ Արարիչը, որ արարել է ամեն բան։ Ամեն բան արարվեց քո խոսքով, արարվեց քո համար եւ պահվում է քո խոսքով, Տեր։ Մենք էլ քո ձեռքի գործն ենք, Տեր։ Դու մեզ կյանք տվեցիր եւ դու ես, որ այդ կյանքը պահում ես։ Ուստի եկել ենք քո առաջ եւ քեզանից ենք ակնկալում ով հայր պատասխան, քեզանից ենք սպասում այն պատասխանը, որ տաս մեր խաղաղություն, տաս մեր հոգու փրկությունը, Տեր, դարձես մեր ժառանգորդներ, որ չլինենք ոչ թե անունով քրիստոնյա, այլ ճշմարտապես քրիստոնյաներ։ Խոսքով, բացի խոսքով հավատալուց այլ նաեւ գործերն էլ ամեն ինչը ցույց տա։ Մեր ողջ կյանքը վստահենք քեզ։ Մեր ամեն ինչը վստահենք քեզ իմանալով, որ դու հոգատար սիրող հայր ես, կսիրես, կներես եւ դու մեզ կառաջնորդես, Տեր։ Դու ես մեր հովիվը, դու ես մեր ապավենը, դու ես այն ժառը, որի վրա հիմնված է մեր կյանքը։ Եկել ենք քո առաջ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու եւ խնդրելու քո առաջնորդությունը, Տեր։ Եթե մինչև հիմա կան մարդիկ, ովքեր որ այստեղ քեզ չեն ճանաչում, դու այցելություն արով ողորմիր, Տեր։ Տուր մեզ այդ գիտակցությունը, որ գան քո առաջ աղոթքներով, խոստովանությամբ եւ փրկություն տաս մեզ, Տեր Աստված։ Ներես մեր մեղքերը, սրբես մեր մեղքերը եւ մեզ տաս հավիտենական կյանք։ Այս ամենը աղոթում ենք, Տեր, ոչ մի արժանիք չունենալով, այլ միայն քո անունով, որ դու ես մեր բարեխոսը, քո անունով ենք աղոթում, որովհետև դու ես տվել մեզ այդ հնարավորությունը, քո անունով ենք աղոթում, որովհետև դու ասացիր, որ իմ անունով ինչ որ խնդրեք կտամ ձեզ։ Ուստի քո կամքի մեջ եկել ենք քո առաջ ասելու, որ քեզանից ենք ակնկալում պատասխանով, Հայր։ Դու ես մեր հույսը, դու ես մեր վահանը, դու ես մեր ասպարը։ Թող որ քո սուրբ անունը միշտ փառավորվի մեր կյանքերում։ Թող որ մեր շուրթերը միմիայն խոսեն քո սրբության մասին եւ քեզ վեր բարձրացնեն։
որտեղ դու ես միմիայն արժանի փառքի։ Մեր Հայր, որ ապրում ես երկնքում, թող որ ամեն բանի փառքը լինի քեզ։ Ամեն։